ես օրինակ լրագրող ժամանակ հիշում եմ, որ եղել էր դեպք, երբ որ նման մի քաղաքացուց երշիկով տան սեփականությունը, այսինքն տունը տվել է, հա, հետո հարազատները բողոքում էին, բայց ամբողջ խնդիրը այնտեղ չեմ հիշում ինչու չէին արել, ամաչել էին ինչ-որ, այսինքն ինչ-որ մեկը իմացել էր, որ տվյալ տունը սեփականատերը այդ երիտասարդն է, որը որ նման խնդիր էր ունեցել, բայց քանի որ ինքը որևէ իր անգործունակությունը դատարանով արձանագրված չէր եղել, դա չէր արձանագրված եղել, թե ոնց էին հաջողացրել, բան էին արել։ Ու իրենք այդ հարազատները ասում են, որ ընդամենը երշիկ է տվել, ինչ են տվել, այդ տվել են այդ թղթերը ստորագրել են, տարել էին կադաստրում, գրանցել են եւ այլն, հետո իրանք ընկել էին ու իրանք չէին կարողանում հետքը գտնել, որտեղ այդ գործակից անմիջապես հետո տունը վաճառվել էր երրորդ կողմի, որը որ բան էր նորմալ գնորդներ են, ասենք իրենք իսկի չէին իմացել, որ ասենք այդ ոնց է, ու այդ ովքեր որ այդ արել են, անհետացել են, հետախուզում էր հայտարարված, այս վերջ, ու այն գնորդը, որ կար իր բարեխիղճ գնորդ էր, այդ գնորդը բանից հետ է, սա ինչի համար մաս օրինակ անգործունակ, ես սա անգործունակ ճանաչելու ինստիտուտի կարևորություն, այսինքն ինչու է դա այդ ինստիտուտը գոյություն ունի։ Դա համար սա նաև սահմանադրությամբ ամրագրված, որ դատարանի վճռով անգործունակ ճանաչված քաղաքացիները ընտրելու իրավունք չունեն։ Եվ երբեմն ուղղակի մարդիկ անդադ մեկ-մեկ շփոթում են անաշխատունակության հետ, որտեղ անաշխատունակությունը դա արդեն զուտ կարող է լինել ֆիզիկական հարց, այսինքն ֆիզիկական խնդիր մարդու մոտ։ Այլ հարցեր։ Չէ, տնային կալանքը։ Ես այստեղ 4 հարց եմ գրել։ Տնային կալանքը մեզ պրոբացիայից մեր արտադրության նախարարության մեր գործընկերները հավաստիացրել են, որ խնդիրը կարգավորված է եւ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ընտրելու իրավունք ունեն եւ ցանկություն ունենան, այսինքն գտնում են տնային կալանքի ներքո ցանկություն ունենան ընտրելու իրենց իրավունքը կապավի, այսինքն իրենց կուղեցեն տեղամաս, մի խոսքով մեզ ասել է, որ իրենք խնդիրը լուծված է, այսինքն ենթադրում որ աշխատանքի բաժանում չկտում։ Ամեն դեպքում մեզ ասում են մի անհանգստացեք բոլոր այն ովքեր որ տնային կալանքի ներքո ընտրողներ են եւ իրենք ցանկանան մենակ տեղամաս քննարկել, մենք իրենց իրավունքի իրացումը կապանենք։ Եվ կուսակցության գրանցումը ուժի կորցրած ճանաչել։ Ասեք, ըստ էության կուսակցության գրանցումը ուժի կորցրած ճանաչելու համար 19-րդ հոդվածն է, դա լիքարուսության բլոկն է։ Ությամբ մասն է, թե չեմ սխալվում։ Ասում եմ, եթե արկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ եւ թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունի արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել եւ թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունի արդյունքների վրա, ապա տեխնացիոնի ընտրությունների մասնով կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հազարը դիմում է դատարան տեխնացուի ընտրության մասով կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ու ուժը կորցրած ճանաչելու պահանջով։ Եվ այստեղ դատարանները հստակ ասում թե որ դեպքում դատարանը տեխնացուի ընտրության մասով կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե հանգում այն եզրակացության, որ խախտումը կատարվել է կամ ուղղորդվել է տեխնացուի կամ ընտրության մասնակցող կուսակցության կողմից։ Սա այն դեպքն է, այն նկարագիրը, որ տալիս է ընտրական օրենսգիրքը։